Այո, մենք Ամերիկայից ենք, Նյու Ջերսի նահանգից, երեխաներ ենք բերել Հովնանյան վարժարանի աշակերտները, որպեսզի այսօր ապրիլ 24-ին անցամբ ներկա գտնվին ցեղասպանության ոգեգոճմանը։ Ինչպես եք վերաբերում Հայաստանի կառավարության կամ իշխանությունների այն թեզերի, որ ցեղասպանության ճանաչումը այլևս Հայաստանի արվեստի քաղաքականության օրակարգում առաջնահերթություններից չէ։ Մենք իբր սփյուռքահայ ցեղասպանությունը մեզի համար շատ կարևոր է, որովհետև մենք բոլորս ցեղասպանված մեծ հայրերի, մեծ մայրերի զավակներ, թորներ ենք, բայց մենք դպրոց ենք եւ քաղաքականությամբ չենք զբաղվում։ Կասեք ձեր պապերը որտեղից են Արևմտյան Հայաստանի որ քաղաքից են գաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իմ մեծ հայրերս երկու մորենական եւ հորենական կողմեն մուսալերցի են։ Դուք պատկերացնում եք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում բարիդրացիական, այսպես բարեկամական հարաբերությունների հաստատում հնարավոր է։ Քաղաքական առնչությամբ կարծիքներ չունենք, մենք հարգում ենք ցեղասպանությունը։ Սա շատ մարդկային է կարծում։ Համեստ ուսուցչուհի եմ ես եւ կարծիք չունեմ այս առնչությամբ։ Գաղթի ճանապարհից Արևմտյան Հայաստանից որևէ դրվագ կարող եք պատմել, որովհետև խոսվում է, որ պարզապես խաղաղ գաղթ է կազմակերպել, ինքնակազմակերպված արտագաղթ է տեղի ունեցել Արևմտյան Հայաստանից, կոլորած տեղի չի ունեցել։ Լավ, ես կրնամ շատ գարջասել, որ ամբողջ աշխարհը գիտե Մուսալերան հերոսամարտի մասին, ոչ միայն հայերս գիտենք, որ Մուսալերան 40 օրերը քիրքը գրողը հայ մջեր ու գերմանացի մներ այնպես որ իբրփաստ գիտենք որ ցեղասպանությունը գդարվել է 1.5 միլիոն հայ չարթվել է եւ մենք անոնց նախ մնացորդներն ենք, հաջորդներն ենք, որ գահավատանք եւ գբահանջենք մեր իրավունքները եւ չենք մոռնալ։ Ինչ իրավունքների մասին է խոսքը։ Որ իրավունքների մասին է խոսքը։ Ընդհանուր աշխարհի ցեղասպանության ճանաչումը առաջին կարևոր։ Որպեսզի թուրքերը ճանաչեն եւ մեզի հատուցեն։ Խզեցնային իշխանությունների եւ ձեր տեսակետի միջև շվեյցարահայ հանրության հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանն ասաց, որ մենք պիտի վերադառնանք պատմությանը եւ պիտի հասկանանք, թե ինչու է տեղի ունեցել ցեղասպանությունը, ինչպես է տեղի ունեցել, ում միջոցով ենք մենք ընկալել, ինչու 39 թվին այդ հարցը օրակարգում չէր, հանկարծ 50 թվականին 1950-ին եկավ օրակարգ։ Դուք այս հարցերի պատասխաններ ունեք, կարող եք վարչապետին ասել։ Չունեմ պատասխաններ, դժբախտաբար։ Ինչ եք սովորեցնում երեխաներին հայկականության առումով, ինչ եք սովորեցնում։ Պատմության դասագրքերում իրենք ինչ են անցնում ձեր դպրոցում իբրև հայեր։ Մենք սորվում ենք հայոց պատմությունը, հայկական ցեղասպանությունը, նկատի ունենալով որ մենք Ամերիկա ապրող հայեր ենք, սորվում ենք ինչպես հայերը, որ դարիներից Ամերիկա են հաստատվել, սփյուռքահայ քաղաքները ինչպես են կազմվել։ Ինչ դաս պետք է քաղել այդ ցեղասպանության իրողությունից, ինչ պատմությունից, ինչ դաս լավ գնանք շատ երկար եղավ չի պատրաստ չէի հասկալ երկար հարցազրույցի գնանք գնալ շատ մենք Նյու Ջերսիից Հովնանյան վարժարան Ամերիկա եւ շնորհակալություն։ Գաղթել եք դուք Ամերիկա կներեք։ Ես քաղտած եմ, այո, իմ մեծ հայրերս, մեծ մայրերս մուսալեր են քաղտած են Լիբանան և ես Լիբանան են քաղտած եմ, ծնված եմ անջար և քաղտած եմ Ամերիկա։